Շատ քիչ են այն ստեղծագործությունները, որոնք նոր գրական ժանր են ձևավորում։ Էլ ավելի քիչ են այն ստեղծագործությունները, որոնք ոչ միայն ձևավորում են ժանրը գրականությունում, այլ ողջ մշակույթում։ Պատկերացրեք, տեխնոլոգիական ապագա, կիբորգներ ու գենետիկորեն մոդիֆիկացված մարդկանց ամբոխ, հեռավոր արևելյան քաղաք ողողված նեոնային լույսերով, փողոցային առևտրով ու կասկածելի ծառայություններ առաջարկող հետնախորշերով։ Արդեն ինչ-որ բան ծանոթ է թվում, չէ՞։ Միայն նեոնային լույսեր ու հետնախորշ բառերի համադրությունը բավական է, որպեսզի հիշենք կիբերպանկ կոչվածքն ու աչքերիս առաջ գա վիրտուալ մեղքերի մեջ թաթախված աշխարհը։ Ուիլյամ Գիբսոնի Neuromancer գիրքը իրավամբ համարվում է կիբերպանկ ժանրի առաջամարտիկներից մեկը։ Մարդու պայքարը սուպերհամակարգիչների դեմ, իրական ու վիրտուալ աշխարհների միջև բախումը, մարդկության բարոյական անկումը տեխնոլոգիական վերելքի ժամանակ։ Այս ամենը հորինվել է դեռ 1980-ական թվականներին։ Պատկերացնում եք, բոլոր այն կիբերպանկ ֆիլմերը, որոնք դուք երբևէ դիտել եք, սկիզբ են առնում այդ ժամանակներում լույս տեսած մի քանի գրքերից, որոնցից ամենակարևորը թերևս հենց Neuromancer-ն է։ Ինչու՞։ Դե թեկուզ միայն այն պատճառով, որ հենց Neuromancer-ի մոլիից է ներշնչված Վաչովսկիների Մատրիցայի Trinity-ն։ Ու գիտեք ինչ, այս անկյունաքարային ստեղծագործությունում, որը, ինչպես ասացի, սկիզբ է դրել մի ամբողջ ժանրի, կա որոշակի հայկականություն։ Մասնավորապես, ակտերից մեկում առանցքային դեր է ստանձնում ազգությամբ հայ կերպարը՝ Թերզիբաշյանը։ Neuromancer-ը անկախ դրանում հայերի լինել-չլինելուց, ուղղակի պարտավոր է թարգմանված լինել հայերեն։ Թեև ես լիովին պատկերացնում եմ, թե դժոխքի ինչպիսի դռներ կբացվեն այն թարգմանչի առջև, որը կխիզախի սկսել այդ գործը։ Սակայն պարգևը կլինի այն, որ հենց նա, այդ խիզախ թարգմանիչը կբացի հայերենի դռները դեպի կիբերպանկի աշխարհ։